Հակասական տեղեկություններ են հասնում Թեհրանից Իրանի նոր հոգևոր առաջնորդի ընտրությունների վերաբերյալ, ըստ որոշ տեղեկությունների Ալի Խամենեիի սպանությունից հետո արդեն ընտրվել է նրա ժառանգորդը, պաշտոնապես սակայն այս տեղեկությունները չեն հաստատվում։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ, արդյոք պաշտոնապես չեն հաստատվել, բայց որքանով են հավաստի։ Ինչպես հայտնի է, հոգևոր առաջնորդին ընտրում են այսպես կոչված փորձագետների խորհուրդը, որը բաղկացած է 88 հեղինակավոր փորձագետներից, եւ Միացյալ Նահանգներում, Իսրայելում տեղեկացված էին, որ այդ ատյանը իր նիստը պետք է գումարեր Կում քաղաքում եւ հարված են հասրել քաղաքի հենց այն համալիրի ուղղությամբ, որում սովորաբար նիստերն են գումարվում, սակայն ինչպես տեղեկացրել է պետական փարս գործակալությունը, այդ պահին որևէ նիստ այդ շենքում չի եղել եւ ոչ մեկ չի տուժել։ Գործակալությունը տեղեկացնում է, որ ամենայն հավանականությամբ նիստը կգումարվի արդեն մարտի 6-ից հետո, իսկ այդ օրը պետք է տեղի ունենա Խամենեիի հուղարկավորության արարողությունը։ Սակայն մամուլ են թափանցել տեղեկություններն այն մասին, որ այդ նիստը գումարվել է օնլայն ձևաչափով եւ թե իբրև թե այդ նիստի ժամանակ արդեն կայացել է ընտրությունը։ Կոնկրետ անգամ հիշատակվում է այն մասին, որ հոգևոր առաջնորդ է ընտրվել Մոջթաբա Խամենեիի որդին։ Արդյոք այս տեղեկությունը հավաստի է, թե ոչ, ասել դժվար է, քանի որ ոչ պետական ատյաններն են պաշտոնապես այն հաստատում, ոչ էլ հեղինակավոր լրատվամիջոցները, որոնք այնուամենայնիվ կարծում են, որ այդ նիստը եղել է նախնական քննարկման փուլի տեսք է ունեցել եւ որ թեև Մոջթաբա Խամենեին համարվում է ամենահավանական թեկնածուն, այնուամենայնիվ վերջնական որոշումը դեռ չի կայացվել եւ կկայացվի միայն մարտի 6-ից հետո։ Իսրայելի պաշտպանության նախարարը արդեն հայտարարել է, թե ով էլ ընտրվի հոգևոր առաջնորդ, նա լինելու է լեգիտիմ թիրախ ոչնչացնելու համար։ Արդյոք այլ հավանական թեկնածուներ արդեն նաև նրանց անունները շրջանառվում են, բայց այստեղ հետաքրքիր է, թե հավանական թեկնածուները որքանով են ընդունելի Հայաստանի համար։ Դե Ռուհոլա Խոմեյնին, հոգևոր առաջնորդը, առաջին հիմնադիրը հանրապետության, կողմ չէր, որ իշխանությունը փոխանցվի ժառանգաբար, եւ դա են օգտագործում Խամենեիի կրտսերի հակառակորդները, որոնք կարծում են, որ իրենից շատ ավելի արժանի թեկնածուներ կան, եւ այդ թեկնածուների անունները այժմ արևմտյան մամուլում հիշատակվում են։ Թեկնածուների թվում է հեղինակավոր հոգևորական Ալի-Ռեզա Արաֆին, Խոմեյնիի թոռը, նույնպես հեղինակավոր ազդեցություն ունեցող հոգևորական է, նախկին նախագահ Հասան Ռոհանիի անունը եւս հիշատակվում է, ինչպես նաեւ խորհրդանի նախկին նախագահ, այժմ բարձրագույն հոգևոր անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի անունը, եւ նաեւ համարում են թեկնածու Արդեբիլի իմամ, այդ փորձագետների խորհրդի անդամ Սեյիդ Հասան Ամելիին։ Հայաստանի համար կարծում եմ ընդունելի կլիներ թե Հասան Ռոհանիի թեկնածությունը, թե Լարիջանիի թեկնածությունը, քանի որ նրանց հետ Հայաստանի քաղաքական իշխանությունները համագործակցելու հարուստ փորձ ունեն, դրանք կանխատեսելի գործիչներ են համենայն դեպս։ Արևմուտքի համար կարծում եմ ավելի ընդունելի կլիներ Խոմեյնիի թոռան, այսինքն Հասան Խոմեյնիի թեկնածությունը, քանի որ նա ընկալվում է որպես քիչ թե շատ չափավոր գործիչ եւ միգուցե նրա հետ Միացյալ Նահանգները կարողանան երկխոսել։ Իսկ ամենավատ թեկնածուն Միացյալ Նահանգների համար կարծում եմ Խամենեիի կրտսերն է, իսկ Իլհամ Ալիևին կարծում եմ շատ պետք է մտահոգի այն, որ թեկնածուների շարքում է Հասան Ամելին, ով ժամանակին խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին, անգամ սպառնացել է Իլհամ Ալիևի վարչակազմին եւ կոչ է արել Իրանի ռազմական ուժերին հարված հասցնել Ադրբեջանի ուղղությամբ։ Իսկ ինչ է հայտնի ամենահավանական թեկնածուի Մոջթաբա Խամենեիի մասին, որի լուսանկարը ի դեպ հենց մեր էկրանին է։ Դե արդեն տարիներ շարունակ նրան համարում են ամենահավանական թեկնածուներից մեկը եւ հաճախ գրում են այն մասին, որ նա է ամենաշատը շահել նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից, քանի որ Ռայիսին նույնպես համարվում էր ամենահավանական թեկնածուներից մեկը հոգևոր առաջնորդի դերի համար։ Տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ մարտի 1-ին իբր Մոջթաբա Խամենեին սպանվել է
հրթիռային հարձակման հետևանքով։ Սակայն, ինչպես համոզվում ենք, այնուամենայնիվ նա դեռ ողջ է, ավելին բավական ակտիվ է։ Մոշտաբայի մասին հայտնի է, որ նա 56 տարեկան է, ընտանիքում երկրորդ զավակն է, հոգևորականի կրթություն է ստացել եւ աստվածաբանություն է դասավանդել, թեև այաթոլլա չի հանդիսանում, բայց ազդեցիկ հեղինակավոր հոգևոր գործիչ է։ 19 տարեկան էր, երբ որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ մասնակցելու Իրան-Իրաքյան պատերազմին, կռվել է Հաբիբ կոչվող էլիտար բատալյոնում։ 2004 թվականին ամուսնացել է Մեջլիսի այն ժամանակվա նախագահի դստեր հետ, իդեպ նրա կինը նրա միակ կինն էր, թեև Ղուրանը թույլ է տալիս մինչև 4 տիկին ունենալ, նրա հայրը նույնպես ընդամենը 1 կին է ունեցել, եւ ահա այդ 1 կինը, ինչպես նաեւ նրա 3 զավակներից մեկը փետրվարի 28-ին զոհվել էին ամերիկյան ու իսրայելական հարձակման արդյունքում, ինչպես նաեւ իր հայրը եւ մայրը։ Ինչպես հասկանում ենք, արմատական ուժերը Իրանում կողմնակից են, որ հենց նա ընտրվի հոգևոր առաջնորդ, մասնավորապես Պահապանների կորպուսը կողմ է եւ լոբինգ է անում իրեն առաջ տանելու նպատակով։ Ժամանակին Մոշտաբան կողմ է եղել նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ընտրությանը եւ օգնել է իրեն բոլոր հարցերում, թեև երբեք որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել, ստվերում հենց ինքն է համակարգել ուժային բլոկը, օգնելով հորը համակարգել բոլոր այդ հարցերը եւ վերահսկել բանակը եւ ուժային կառույցները։ Եվ ընդունված է կարծել, որ հենց ինքն է ճարտարապետ այն քաղաքականության, որի համաձայն Իրանը պետք է փորձի արտահանի շիա հեղափոխությունը տարբեր այլ երկիր, Համասի, Հեզբոլլահի եւ Եմենի հուսիների միջոցով։ Իսրայելական մամուլը գրում է, թե իբր Մոշտաբան Իրանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, գրում են, թե իբր Իրանում նա մի քանի բանկ ունի, Եվրոպայում հյուրանոցային ցանց ունի եւ թանկ անշարժ գույք ունի Արաբական Միացյալ Էմիրություններում։ Դժվարանում եմ ասել, թե արժի այս տեղեկություններին հավատալ, հնարավոր է, որ դա ընդամենը քարոզչության մի այսպիսի հնարք է։ Շնորհակալություն։